եւ խնդիրը փակելու։ Բայց կարող է մի հետաքրքիր իրավիճակ ստեղծվել, ինչը գելապի վերջին արդյունքները շեշտում եմ, թեև ես դրանց չեմ հավատում, բայց ինչտեղ եթե հանկարծ գելապի այդ տվյալները այս անգամ հիմա պատահաբար ճիշտ դուրս եկան, այդ տվյալները մեզի վտանգավոր ինչ-որ բան են հուշում։ Հուշում են այն մասին, որ մեկը Նիկոլ Փաշինյանը իշխանությունը չի կարողանալու վերցնել, մանդատը չի ունենալու, բայց քաղաքական մյուս ուժերը նույնիսկ իրենց մանդատների իրար վրա դնելով, հավաքելով, չեն ունենալու բացարձակ մեծամասնության հնարավորություն։ Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված է ընտրությունների երկրորդ փուլ։ Ինչպես է տեղի ունենում, բացատրեմ, ընտրությունները տեղի են ունենում, որոշվում են ով ինչքան տոկոս է բերել, ընտրությունների արդյունքները հայտարարվելուց հետո մի շատ կարճ ժամանակահատված կա մի քանի օր, որ կարելի է հետընտրական կոալիցիա կազմել։ Այսինքն մի քանի կուսակցություն, որոնք ազգային ժողովի շեմն անցել են, իրենց կոալիցիա են կազմում, իրենց այդ տոկոսները մեկտեղվում է եւ դրա համաձայն մանդատներ են ստանում եւ այդ կոալիցիայի արդյունքում իրենց մանդատները մեկտեղվում է։ Հիմա այդ դեպքում, եթե հնարավոր լինի մանդատների 52% ընդդիմությունը վերցնի, խնդիրը այդտեղ փակված է, ասենք Գյումրի 2 տեղի ունեցած կլինի եւ իշխանությունը կվերցնենք, չնայած նրան, որ մանկուցեն Նիկոլը տոկոսներով ավելի շատ հաշահած լինի։ Բայց հանկարծ եթե ստացվեց այնպես, որ այդպես մի հատ քաղաքական ուժ դոկի նման շեմն անցավ, բայց իր ձայները կոալիցիա չկազմեց ընդդիմության հետ, ասենք Նիկոլը հավաքեց, ես ճիշտ եմ 24-25%, իսկ ընդդիմությունը միասին հավաքեց, ձեռք բերեց, ասինքն 48%, օրինակ եմ ասում, իսկ պակաս ունեցավ մի 3%, այդ 3%-ը դոգը չբերեց, միացնեց իրենց, այդ դեպքում որից է քաղաքական կուսակցություն բացարձակ մեծամասնություն չի կարողանալու վերցնել եւ ընտրությունները գնալու են երկրորդ փուլ։ Իսկ ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունենում ամենաշատ մանդատները շահած երկու քաղաքական ուժերի միջև ընտրություններից արդյունքները հայտարարվելուց 35 օր հետո, այսինքն 35 օր հետո էլի ընտրություններ ա լինում, այդ դեպքում այլևս խմբաթերթիկների վրա միայն երկու կուսակցության անունն նշված լինում կամ քաղաքական դաշինքի, այն երկու կոալիցիաների կամ քաղաքական դաշինքների կամ կուսակցությունների անունները, որոնք ամենաշատ մանդատներն են շահել, նրանք արդեն երկրորդ փուլում մրցում են։ Այն կուսակցությունները, ովքեր մտել են շեմ ազգային ժողով անցկացրել են կոալիցիայի մաս չեն կազմել, ամեն դեպքում իրենց մանդատները որպես ընդդիմություն պահում են, բայց բացարձակ մեծամասնությունը որոշելու համար արդեն ընտրությունների երկրորդ փուլը տեղի ունենում։ Այստեղ արդեն լուրջ խնդիր է ստեղծվելու, որտեղ նշանակման Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի եւս 35 օր ունենալու, այդ ընթացքում ինքը հսկայական, այդպես ասած, խնդիրներ կարող ստեղծել, նույնիսկ խնդիրը առաջանալու, ասենք, ընդդիմության շարքերում։ Հիմա պատկերացրեք կոալիցիա կազմելու դեպքում ինչ է լինում, եթե նման իրավիճակ է ստեղծվում, այն խմբերը, որոնք իրենց ձայները միացրել են, կոալիցիա են կազմել ընտրություններից հետո, պետք է հստակ կերպով գրավոր հայտարարություն անան այդ մասին եւ մեկ անձի շուրջ համաձայնության գալ որպես վարչապետության տեխնացու եւ նրանով գնան ընտրությունների երկրորդ փուլ։ Այս փուլում հիմա կարծում եմ ընդդիմության մեջ լուրջ խնդիրներ կարող է այդ փուլից հետո ծագել, կարծում եմ այդ հայտարարությունները, որ շատ հաճախ կատարվում է, կմիանալ, չեմ միանալ եւ շարունակ փորձում են այդ խոսույթ առաջ բերել, որոշ քաղաքական ուժեր հենց ուղղակիորեն այս պարագան նկատի առնեն եւ մի տեսակ հույս ունեն, որ ընտրությունները կգնա երկրորդ փուլ կամ երկրորդ փուլում հետո հնարավոր կլինի ինչ-որ այդպես ասած համախմբում ձևավորել ինչ-որ անձի շուրջ։ Ամեն դեպքում չեմ ուզում առաջ ընկնել իրողություններից, միայն ուզեցի ձեզ հետ բացակիցվել ընտրությունների նաև երկրորդ փուլի հավանականության մասին, լավ կլինի, որ առաջիկա շաբաթների ընթացքում նաև այդ թեմայի մասին խոսվի, դրա հավանականության մասին խոսվի մեր քաղաքական վերլուծաբանների կողմից, օրենսգետների կողմից, որպեսզի պարզ դառնա այդ փուլում ինչա իրականության մեջ ստեղծվելու եւ քաղաքական ուժերը շատ հստակ կերպով հայտարարություն անեն, որ եթե հանկարծ գնացինք երկրորդ փուլում իրենց ձայների կարիքը եղավ, անկախ նրանից, որ ինչպեսի կոալիցիա լինում, իրենք ինչ են անելու եւ ինչպես են դրսեւորելու իրենց այդ երկրորդ փուլում, քանի որ այդտեղ բավական լուրջ խնդիրներ մենք կարող ենք ունենալ։ Ամեն դեպքում պիտի թույլ չտալ, որ